Հայաստանի պետական պատքը շարունակում է աճել։ Կարելի է իհարկե չմտահոգվել այս խնդրով եւ դա թողնել բարձր կաբինետներին։ Սակայն վերջնացնքում այդ գումարը մարելու ենք մենք բոլորս, եթե իհարկե հնարավոր լինի դա մարել։ Հիմա մեր պատքը 13.7 միլիարդ դոլար է։ Մինչև տարեվերջ հավանական է այս թիվն ավելանա։ Համենայն դեպս հաջորդ տարվա ընթացքում այն միանշանակ աճելու է։ Պլանավորում ենք 3 տրիլիոն 628 միլիարդ դրամի ծախսեր։ Եկամուտները կկազմեն 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ եւ դեֆիցիտը կկազմի 537 միլիարդ դրամ։ Այսինքն հաջորդ տարի բյուջեի դեֆիցիտը նույն ինքը բյուջեի ճեղքվածքը կազմելու է մոտ 1 միլիարդ 400 միլիոն դոլար։ Բավականին պատկառելի թիվ։ Ոլորտի պատասխանատուներն ասում են, որ այս տարվա բյուջեի դեֆիցիտն ավելի մեծ էր, բայց դե տակից դուրս եկանք։ Բյուջեի ճեղքվածքը փակելու մի ճանապարհ կա իհարկե՝ պարտք վերցնելը։ Ներքին պարտքը 50%-ի շեմը անցել է վերջին տարիներին, մենք առաջիկայում պլանավորում ենք այս հարաբերակցությունը մի փոքր փոխել եւ մեծացնել արտաքին պարտքի մասնաբաժինը, որպեսզի ավելորդ ճնշում չգործադրենք Հայաստանի բանկային համակարգի վրա։ Իսկ ինչ անել, եթե ծախսերը գերազանցում են ունեցած գումարները, կհարցնեն քաղաքացիները։ Չկա այլ ճանապարհ, քան պարտք վերցնելը։ Իրականում կա։ Մասնագետների կարծիքով բյուջեի ծախսերը Հայաստանում բավականին անարդյունավետ են։ Այսինքն մեկ միավոր աշխատանքի վրա ծախսվում է շատ ավելի, քան անհրաժեշտ է, իսկ որոշ դեպքերում էլ հավանական է այդ արժեքի կարիքը չկա, օրախնդիր չէ։ Պիտի օպտիմալացման հաշվարկ արվի, որ ծախսերն որ պետք չեն, առաջնային չեն, հրատապ չեն, այս բյուջեն եթե մանրակրկիտ աուդիտի ենթարկվի, հասկացող մարդկանց կողմից էլի, որ ֆինանսիստներ, տնտեսագետներ, դա խայտառակ հոդվածներ կան։ Կառավարության ներկայացուցիչներն իրենք են խոստովանում, որ բյուջեի ծախսային մասում կան խնդիրներ։ Ամենախնդրահարույց ոլորտը շինարարությունն ու ճանապարհաշինությունն են։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բազմիցս բարձրաձայնել են այս ոլորտում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։ Գումարների փոշիացման ամենաարդյունավետ միջոցը ասֆալտն է։ Ասֆալտապատումը, այդ եզրաքարերի փոխումը, ավելացած արժեք չգեներացնող եւ տնտեսական ակտիվություն չբերող այդ գործընթացները անընդհատ կատարում են միլիարդավոր դրամների։ Միայն այս տարվա բյուջեով 50 միլիարդ դրամ նախատեսված է, որպեսզի ասֆալտի ճաքերը փակեն։ Ճանապարհները երկրի արյունատար անոթներն են, ասեն համապատասխան աշխատանքների համար ահռելի ֆինանսական միջոցներ ծախսող գերատեսչությունների ներկայացուցիչները։ Ճիշտ է, բայց այստեղ կան անոթներ, որոնց աշխատանքը որևէ օգուտ չի տալիս օրգանիզմին։ 50 բնակիչ ունեցող գյուղը 2 միլիոն դոլարի ասֆալտապատում են իրականացնում։ Այդ ասֆալտապատումը եթե մի ձեռնարկություն դեղներ, արտադրամասեղներ, մի հատ փոքր ընդհանրենք կլաստեր լիներ արդյունաբերական տալերի արտարացված է։ Այդ տարքի անիմաստ ծախսերով ձևավորումը պետական բյուջեի պակասություններ։ Այսինքն ասֆալտապատված ճանապարհն իհարկե լավ բան է, բայց պետք է հասկանալ, որ այն արվում է ի հաշիվ բյուջեի ճեղքվածքի, այսինքն պարտքի, որը փակելու են նույն գյուղի բնակիչը, որի հարկային բեռն է բարձրանալու գալիք տարիներին կամ թանկանալու են ապրանքները, որոնք նա ձեռք է բերում, որովհետև բարձրանալու են հարկային տոկոսադրույքները նրանց համար, ովքեր ներկրում են այդ ապրանքը։ Ամեն ինչ պարտքը փակելու համար։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։